Որպես սկսել բիզնես կամ զարգացնել արդեն ունեցած գիտելիքները։ Երևանը դարձել է հենց այդ փորձի փոխանակման կենտրոնը։ Սկոլկովո միջազգային բիզնես դպրոցի ավելի քան 70 գործարար շրջանավարտներ ժամանել են Հայաստան մասնակցելու բիզնես տուրի։ Երևանում են նաև դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի և ադմինիստրատիվ թիմի ներկայացուցիչները։ Նախաձեռնության հեղինակը Big Projects ընկերությունն է, որի համահիմնադիր Համլետ Խնկոյանը նույնպես այս դպրոցի շրջանավարտ է։ Բոլոր այստեղի հյուրերը իմ կողմից հրավիրված հյուրերն են, դա իմ այն ընկերներն են, ովքեր վստահ եմ, որ եթե իրենց գիտելիքները եւս համալրեն եւ ստանան բիզնես կրթություն, ապա միանշանակ իրենց բիզնեսները եւս թռիչքային աճ կապրեն։ Big Projects ընկերության համահիմնադիրն ընդգծում է, նույնը տեղի է ունեցել նաև իրենց բիզնեսում, երբ Սկոլկովո դպրոցում ստացած գիտելիքները գործնականում են կիրառել։ Դպրոցն ավարտելուց հետո փոխվել են ընկերության թե կառավարման մոտեցումները, թե թիմային աշխատանքի մոդելը, թե գործընկերների հետ հաղորդակցությունը։ Այսօր արդեն ընկերությունը սեփական փորձը փոխանցում է նաև հայաստանյան բիզնես համայնքին, ստեղծելով հարթակ, որտեղ միջազգային կրթությունը դառնում է կիրառելի տեղական բիզնեսի համար։ Այս նախաձեռնության նպատակը որակյալ ու միջազգային կրթությունը նաև հայ գործարարի համար հասանելի դարձնելն է։ Սկոլկովո դպրոցը տարածաշրջանի առաջատար բիզնես կրթական կենտրոններից մեկն է, որը 2 տասնամյակ առաջ հիմնադրել են Ռուբեն Վարդանյանն ու Գոռ Նահապետյանը։ Դպրոցի շրջանավարտ գործարար Հայկ Աղաբեկյանի մոտիվացիան Վարդանյանի գործունեությունն ու գաղափարներն են եղել։ Նրա գնահատմամբ Հայաստանում բիզնես մտածելակերպը դեռ զարգացման փուլում է, եւ նման միջազգային շփումներն ու փորձի փոխանակումը կարող են դառնալ լուրջ խթան տեղական բիզնես միջավայրի զարգացման համար։ Գիտելիքները գործիքները, որոնք այդ կրթության ընթացքում մենք ստացել ենք, մեր բիզնեսում եղել են շատ կիրառելի եւ շատ օգտակար։ Սկոլկովո միջազգային բիզնես դպրոցի ստեղծման հիմքում եղել է հստակ նպատակ՝ ձևավորել ավելի շատ որոշում կայացնող առաջնորդներ։ Հենց այս գաղափարն է, որ այսօր փոխանցվում է նաև հայկական բիզնես համայնքին։ Մենք վստահ ենք, որ կրթությունը առաջընթացի եւ նոր բարձունքներ գրավելու ամենակարևոր գործիքներից ու գրավականներից մեկն է եւ այս նախաձեռնության հիմքում ընկած է հենց այս գաղափարը։ Big Projects-ի համահիմնադիր Համլետ Խնկոյանն ընդգծում է, եթե բիզնես կրթություն ստացողները լինեն ոչ թե մի քանիսը, այլ տասնյակ ու հարյուրավոր գործարարներ, դա կարող է էականորեն փոխել երկրի զարգացման տեմպը։ Նրա համոզմամբ կրթությունն է այն հիմնական գործիքը, որը կարող է Հայաստանը դարձնել ավելի ուժեղ եւ մրցունակ։ Ես ինքս Սկոլկովո դպրոցը ավարտելուց հետո դա հասկացա, երբ որ լրիվ այլ ձևով սկսեցի նայել իմ բիզնեսին, կարողացա նայեմ նրան որպես ընդհանուր պատկեր եւ անեմ փոփոխություններ, որոնց ազդեցության շնորհիվ ես վստահ եմ, որ մոտակա 5-10 տարվա ընթացքում մեր ընկերությունը շատ մեծ աճ կունենա, ինչը բնականաբար նաեւ կազդի Հայաստանի տնտեսության վրա։ Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները ծանոթանում են Հայաստանի բիզնես միջավայրին, հանդիպում տեղական գործարարների հետ, մասնակցում փակ ձևաչափով բիզնես քննարկումների, ինչպես նաև այցելում կրթական եւ տեխնոլոգիական կենտրոններ, այդ թվում ՔՕԱՖ եւ Դիլիջանի կրթական հաստատություններ։ Նպատակն է ներկայացնել Հայաստանի կրթական ու զարգացման ներուժը եւ ստեղծել փորձի փոխանակման հարթակ միջազգային գործարարների համար։ Big Projects-ի համահիմնադիր Դիանա Հարոյանը կարևորում է նաև այն փաստը, որ Սկոլկովո դպրոցի համահիմնադիրների թվում հայեր կան։ Մենք չհանդուրժեցինք այդ փաստը, որ մինչև օրս Սկոլկովոն չէր եղել Հայաստանում եւ փորձեցինք այդ բացը ուղղել ու լրացնել ու տեսնում ենք, թե ինչպես 2 օր է մեր գործարար համայնքը ակտիվ մասնակցում է, չնայած մենք միջոցառման մասին շատ ուշ ենք հայտարարել, միջոցառման նախորդ օրն ենք հայտարարել, բայց հենց հաջորդ օրը միանգամից սրահները լի են եղել գործարար մեր համայնքի ներկայացուցիչներով։ Բիզնես կրթությունը երբեք չի ավարտվում եւ պահանջում է շարունակական զարգացում, ընդգծում է քննարկման մասնակից Հայկ Աղաբեկյանը։ Բիզնես ուսումը շատ կարևոր մասն է այդ միջավայրի, որը խթանում է ընդհանրապես գործարարությունը եւ նաեւ տնտեսության զարգացումը։ Big Projects-ում եւս վստահ են, բիզնեսի աճը շարունակական գործընթաց է։ Նրանց փորձը ցույց է տվել, որ նույն գործիքները կարող են ավելի արդյունավետ աշխատել, եթե փոխվում է մտածելակերպը եւ կիրառվում են միջազգային մոտեցումներ։ Մենք ուզում ենք, որ մեզ հետ հավասար նաեւ աճեն այն բիզնեսները, որոնք նաեւ նպաստում են, որ մեր բիզնեսը լինի կենթանի եւ աշխատի եւ վստահում են մեզ։ Ուզում ենք, որ լինենք մենք էջի վրա մեր գործընկերների հետ զարգանանք մենք եւ զարգանան նաեւ մեր գործընկերները, որպեսզի մեր ծառայությունները մշտապես ակտուալ մնան մեր գործընկերների համար։
Դիանա Հարոյանը ընդգծում է, որ Սկոլկովը միջազգային բիզնես դպրոցի շրջանավարտները ձևավորում են ուժեղ կապերի եւ նեթվորքինգի լայն ցանց, որը հաճախ վերածվում է նոր բիզնես գաղափարների եւ համագործակցությունների։ Նրա խոսքով կարևոր գործոն է նաեւ այն, որ ռուսական բիզնես մտածողությունն ու մենեջմենթը ավելի մոտ են հայկական շուկային, ինչը հեշտացնում է փորձի կիրառումը տեղական միջավայրում։ Օրվա քննարկումներից կազմակերպիչներն առանձնացնում են մեկ կարևոր միտք. հաջողության ճանապարհը հնարավոր է անցնել արագ, միայնակ, սակայն երկարաժամկետ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է համագործակցել գործընկերների հետ։